Գործարանային դերերեսում հաղորդումը նախատեսված է կենդանի ուժի կրակային հերոսների, զրահաբան և այլ մարդական տեխնիկայի, հրետանային ու անհատական մարդոսների, հակաօդային պաշտպանության միջոցների և ղեկավարման կետերի խոցման համար։ Դերերեսում հաղորդումները լեռնային տեղում ուրային ուրանքերի աջակցման միջին հրաժարության բարձր արդյունավետության միջոցներ են։ Գործողություն Այն տարիներ շարքար մտածուցել է արդյունավետությունը և ուսանելիությունը տարբեր Հաղորդիչներն իր շրջանաձև և բարձրացված մեծ ներդրումների տակ կրակի հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել տարբերությունը և քիչ կատարել 100 կիլոմետր շարժով։ Այն հավելված է ավտոնոմ տելետրասյունացման և ավիահավաքային համակարգերով, տարբեր նշանակության տեսակետներով, գիշերային և ցերեկային պայմաններում լավատեսակ խնդիրների կատարման համար։ Վերահաղորդման կայան, ինչը հնարավորություն է տալիս խնդիրները կատարել առավելագույն արդյունավետությամբ և շահագործող օգնակազմի կորստի նվազագույն ռիսկով։ Անօթաչու թռչող համակարգի կիրառման ժամանակակից հրապարակային ներդրումը, որը ներառում է դրա շահագործում արհեստական բանականությամբ և հարվածային անօթաչու թռչող սարքերի խմբային կիրառման, կարող է դերակերպ թողնել պայմանական մարտական գործողությունների ընթացքը։ Զգալի հանգիրության հայրենաճրը ստանալված անօթաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները զորքերի դեմ արիության մեդալակիր գնդապետ Կորյուն Նիկոսյանի գլխավորությամբ և մարտավարական խորհրդություններով միաժամանակ հայտնաբերել պայմանական հակառակորդի մի քանի կրակող ականանետային, հրետանային, ռեակտիվ և հնքերային ստորաբաժանումներ, ուղղորդել ուժային հրետանախրատը դրանց խոցողությամբ։ Այլացել դրամոլոգացիոն կայաններ նման և կիրատներ նախորդաշարժը և կողմացել խորհրդի կատարող ներկայացնողական ինքնագնաց հրետանային կայանները ագեցած են դիվերսիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով և արկի սկզբնական արագության չափանվադարով, ինչը թույլ է տալիս միաժամանակ վարել ճշգրիտ և ուժգուն կրակ։ Բալիստիկ համակարգիչը և օժանդակ սարքավորումները թույլ են տալիս ինքնագնաց հրետանային կայան ինտեգրել զինված ուժերի հրետանու ավտոմատ կառավարման համակարգի, հետախուզական, օդերևութաբանական ստորաբաժանումների ստանդարտ նշանակների և հրաժարության համար անհրաժեշտ տվյալներ, իրականացնել ճշգրիտ հաշվարկներ, կատարել ավտոմատ նշանառում, իրականացնել կրակոց և արագ թողնել դրակայինին, որի արդյունքում նվազագույնի հասցենում ինքնագնաց հրետանային կայանին բաց տեղանքով գտնվելու ժամանակահատվածը։ Բարձր ճշգրտության շնորհիվ այն նվազագույն ժամանակահատվածում խոցում է նշանակված նշանակետերը, ապահովելով մարտական առավելություն։ Համակարգի խցիկը զրահաբան է, ինչը բարձրացնում է անձնակազմի պաշտպանվածության մակարդակը։ Նույնիսկ մեկ համակարգը շնորհիվ իր մարտավարատեխնիկական հնարավորությունների, անկախ այլ օժանդակող միջոցներից, կարողանում է կատարել կրակային խնդիրներ և արագ մտնել կրակային դիրքը, ունենալով չարժանացված հետախուզական միջոցների կողմից։ Մի ինքնագնաց հրետանային կայան և քիչ կատարել 100 կիլոմետր շարժով։ Այն հավելված է ավտոնոմ տելետրասյունացման և ավիահավաքային համակարգերով, տարբեր նշանակության տեսակետներով, գիշերային և ցերեկային պայմաններում լավատեսակ խնդիրների կատարման համար։ Օդում են Su-30S
Աշոտների և ծայրային գործերի տիկնակիրները, Թոքր և միջին հեռավորության, միջին հեռավորության, ռադիոլոկացիոն դասի ավիացիոն արգելներով, հեռապարտ ու միջին հեռավորության, ավիացիոն կարգով, սավարկող ուղղություններով։ Նրանց են աջակցում սուր 25 դրողային արգելները։ Գնդապետ Սամվեն Թավադյանի ղեկավարությամբ ինքնաթիռները նախատեսված են հիմնականում ցերեկային պայմաններում ցամաքային զորքերի մարտի դաշտում անմիջական կրակային աջակցության դիմել։ Պատիոնները նախատեսված են զորքերի և բեռների տեղափոխման, ցամաքային զորքերի կրակային աջակցության, հողօգնական աշխատանքների համար։ Անօթաչուները կրկնող շրջագործում տարբերաբար աշխատանքներ են ներկայանում ստորաբաժանումներում համապատասխան ռազմասթիկային փոփոխություններ կատարելու և համապատասխան գիտելիքներով լի անձնական պատրաստելու համար։ Այս պահին հրապարակ Երևանի երկնքում հանրապետության հրապարակներայով անցնում է զինված ուժերի պերիոդը, Զոնի նախագծից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր, Ֆրիշկի շարժիլը 2000 կիլոմետր է։ Պայմանական հակառակորդի ռադիոլոգիայի Հաջորդ մանուկաշու թրջող սարքը IDS երկության հայդենական արտադրության տորմոր երկսան է, որը զինված ուժերի մանուկաշու թրջող սարքերի զորքերի ստորաբաժանումները ներկայացնում են հետախուզությունները, նշանակետերը հայտարարել են ֆոնքցիաներ, որոնք կարող են իրականացնել ինչպես այնպես էլ օպերատորների հետախուզահարվածային այս մանուկաշուները իրականացնում է ռեակտորային ինչն էապես վերջանում է հաջորդ